Արկասում ես առիթի ես հնարավորության համար, որ ես մեկ առիթ ունենք Աստծո առաջ գալու, ես մեկ առիթ ունենք Աստծուն փառավորելու, փառավորեցինք աղոթքով, փառավորեցինք խոսքով, երգով եւ հիմա պետք է նաեւ փառավորենք Աստծուն եւ խոսքով։ Եթե կհիշեք, մի քանի կիրակի խոսում ենք Եբրայեցիս նամակի վերաբերյալ, սրտողություն ենք անում, պատգամ առնում ենք այդ նամակից եւ հետաքրքիր մի բան կա, երբ որ շարունակում ենք կարդալ եւ այս թեման, երբ որ միասին ուսումնասիրել ենք, ակամայից հարց է առաջանում, թե ինչքանով է այս հարցը, ինչի մասին որ խոսում ենք արդիական, եւ երկրորդը նպատակը որն է, որ հեղինակը այսքան կենտրոնանում է այս հարցերին։ Ուրեմն առաջին նամակը, երբ որ խոսեցինք, որ Քրիստոս մեծ է մարգարեներից, ճիշտ է։ Մարգարեների միջոցով խոսքը փոխանցվեց, բայց Հիսուսի միջոցով ավետարանը տրվեց, այն ավետարանը, որով որ մենք փրկություն ունենք։ Դրանից հետո խոսեցինք, որ Հիսուս մեծ է, առավել է հրեշտակներից եւ անհամեմատելի է, չես կարող համեմատել Հիսուս Քրիստոսին եւ հրեշտակներին։ Դրանից հետո խոսեցինք, թե ինչու Հիսուս մահացավ, որն էր նպատակը Հիսուսի մահվան, ինչու Հիսուս մահացավ եւ ինչու մահացավ, դրանով ինչ տվեց մեզ։ Իսկ հիմա հեղինակը անդրադառնում է ասելով, որ Հիսուս մեծ է, մեծերից կամ այս պայծրությամբ կարող ենք ասել, որ հեղինակն ասում է Հիսուս մեծ է Մովսեսից։ Բայց այստեղ նորից այս հարցն առաջանում, ասում են, լավ, ով չգիտի, որ Հիսուս Քրիստոս մեծ է Մովսեսից։ Ով կարող է նույնիսկ կասկածել դրա մասին։ Ինչու է հեղինակը այսքան ծանրանում այս թեմային։ Որպեսզի սա պարզ լինի, նախ եւ առաջ պետք է խոսենք եւ մենք հասկանանք, թե նախ եւ առաջ Մովսեսը ով է հրեաների համար։ Որտեղ ինչքան գիտենք Եբրայեցիս նամակում է գրված առաջնային լսարանը ով էր։ Հրեաներն էին։ Հրեաներն էին, որոնք որ գալիս են հուդայականությունից, որոնք որ ծնվել, մեծացել են դաստիարակվելով հին կտակարանով։ Այդ դեպքում հարց, ով է Մովսեսը հրեաների համար։ Ազգային հերոս էր, մեկն էր, ով որ ինչ արեց, Եգիպտոսի ստրկությունից հանեց, ազատեց։ Ինչքան ժամանակ է Եգիպտոսի ստրկության մեջ էին, ահա գալիս է կանգնում է մեկը, ով որ կարողանում է իր ազգը ստրկությունից ինչ անի, հանի։ Եվ ոչ թե պատերազմով է հանում, ոչ թե ինչ որ ազգն է միաբանում, այլ մարդիկ տեսնում են, որ Մովսեսի հետ Աստված յուրօրինակ կերպով է գործում։ Այնպիսի մի հրաշքներ կամ պատմվածքներ են ասում տեղի ունենում Եգիպտոսում, որից է մեկը երբևիցե չէր տեսել նման բան։ Այդքանով չի սահմանափակում նաև, գիտենք, Մանուկներն են շատ սրա մասին խոսում, այդ ծովի բացվելը, դրանից հետո փակվելը, մանանայի հետ կապված, այսինքն այն բոլոր հրաշքները, ինչ որ տեղի ունեցավ հրեաների կյանքում, տեսնում ենք, որ Մովսեսը կարևոր դերակատար էր։ Ազգային հերոս։ Բայց բացի դրանից ուրիշ առանձնահատկություն ուներ Մովսեսը։ Մովսեսը մեկն է, ով որ տվեց ինչ է, 10 պատվիրանները, չէ։ Բարձրացավ լեռը, գիտենք, որ երկար ժամանակ Աստծո հետ էր, եւ իջավ ձեռքին ունենալով քարե տախտակները, 10 պատվիրանները։ Դրանից հետո տվեց ամբողջ օրենքը։ Եվ եթե ուսումնասիրում եք նոր կտակարան ընդհանրապես կտեսնեք, որ թե նոր կտակարան, թե նաև որոշ առումով հին կտակարանում անդադ շեշտվում է, չէ, Մովսեսի օրենքով կամ Մովսեսի օրենքը։ Այսինքն այնպես է ստացվել, որ Մովսես բառը հավասարվել էր օրենք բառին։ Հրեաների համար օրենքը շատ կարևոր էր, սուրբ էր։
Փորձում էին ամեն կերպով պահել այդ օրենքը։ Բայց այսքանով նորից չի ավարտվում ամեն ինչը։ Օրենքը ոչ միայն տվել էր Մովսեսին հրաշք ձևով, բայց նաև կարդում ենք, որ Մովսեսը այն մեկն էր, ով որ դեմ դիմաց, տեսնենք, որ տեսել էր կամ խոսել էր Աստծո հետ։ Մի բան պատկերացրեք հրեաների համար մեկը, ով որ դեմ դիմաց տեսել է Աստծուն, ով որ խոսել է Աստծո հետ։ Այսպիսի մեկն էր Մովսեսը։ Հիմա այդ դեպքում հարց է առաջանում, հրեաների համար ձեր կարծիքով կլիներ մեկը, ով որ կլիներ ավելին, քան Մովսեսը։ Արդյոք նրանց ուղեղում նրանք կարող են պատկերացնել, որ կգա ինչ-որ մեկը, ով որ կլինի վեր Մովսեսից, ով որ Աստծուն է տեսել դեմ դիմաց։ Եվ սրա համար է հեղինակը անդրադառնում այս հարցին։ Այդ դեպքում կարող ենք մեկ ուրիշ հարց տալ, ասենք լավ է թեման մեզ ինչա վերաբերվում, մեզ ինչի համար է պետք ուսումնասիրել սա։ Բայց եկեք տեսնենք, որ ակամայից մենք ունենք ազգային հերոսներ, ու ասեմ ես ժամանակահատվածում շատ են ոգեկոչում, բարձրացնում են հերոսներին, նույնիսկ որոշ դեպքերում փորձում աստվածացնեն։ Երբ որ խնդիրը առաջացնում պատերազմի բանում ենք հիշում Տիգրան Մեծին, ծովից ծով Հայաստան, այսինքն մենք էլ մեր էությամբ ինչ ենք կարճում ենք այն հերոսներից, այն մարդկանցից, ովքեր որ ժամանակին ինչ-որ մի բան արել են մեր ազգի համար։ Եվ ցավալի է այն փաստը, որ իրապես երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ շատ անգամներ այդ հերոսները, այդ մարդիկ ավելի մեծ արժեք են ունենում, քան թե նույն Հիսուս Քրիստոս մեր կյանքում։ Մեր հայրից կյանքում, որ ասում ենք այսքան տարի քրիստոնյա են։ Իրենք արդյոք Աստված էս դրա մասին չգիտեր, շատ լավ գիտեր։ Եթե կարդացել եք 5 տականը, գիտեք, որ երբ որ ժամանակը եկավ, որ Մովսեսը պիտի մահանա, Աստված մի բան է ասում, որ կարող է առաջին հայացքից թվա անհասկանալի։ Մովսեսին պատվիրում է, որ գնա այնպիսի մի վայր, որի մասին որևիցե մեկը չգիտի ու մահանա այնպիսի վայրում, որ որևիցե մեկը իր մարմինը չգիտի։ Գիտեք ինչու՞։ Որ չվերցնեն, չպաշտեն, գուրկ չդասեն, որտեղ այդքան բարձրացել էր, մեծացել էր Մովսեսը մարդկանց առաջ։ Եվ ցանկությունը սա կլինի, որ մենք էլ նախ եւ առաջ վերանայենք մեր կյանքը, տեսնենք արդյոք այսօր մեր կյանքում կա մի որևիցե հերոս, որևիցե անձնավորություն, որը որ վեր է Հիսուս Քրիստոսից։ Եվ հույսով եմ, որ այս պատգամի ընթացքում շատ ավելի պարզ կլինի ով է Հիսուս Քրիստոս։ Եկեք բացենք Եբրայեցիս նամակ, Եբրայեցիս 4-րդ գլուխ, երրորդ գլուխ կներեք, առաջին համարից մինչ 7 համարներն ենք ընթերցելու։ Եբրայեցիս 3, 1-ից 7 համարները։ Ուստի սուրբ եղբայրներ, երկնային կոչման մասնակիցներ, նայեցեք մեր դավանության առաքյալին և քահանայապետին, Քրիստոս Հիսուսին, որ հավատարիմ է իրեն նշանակողին, ինչպես Մովսեսն էլ հավատարիմ էր նրա ամբողջ տան մեջ։ Որովհետև սա ավելի մեծ փառքի արժանի համարվեց, քան Մովսեսը, այնպես ինչպես տուն շինողն ավելի մեծ պատիվ է ունենում, քան տունը, որովհետև ամեն մի տուն կառուցվում է մեկի կողմից, բայց նա ով կառուցեց ամեն ինչ Աստված է։ Եվ իրապես Մովսեսը հավատարիմ է նրա ամբողջ տան մեջ իբր ծառա, վկայելու համար այն ամենի, ինչից հետո պիտի ասվեին, իսկ Քրիստոսը որպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե մինչև վերջ հաստատում պահենք հույսի վստահությունն ու ուրախությունը։ Ուստի ինչպես Սուրբ Հոգին է ասում, այսօր եթե նրա ձայնը լսեք,
մի կարծրացեք ձեր սրտերը ինչպես ըմբոստության մեջ, փորձության օրը անապատում, մեկը լույսը կմիացնի, տվեսը չէ, Լիանջատը, չէ, տվես չի, հենք եք աղոթենք, Տեր Աստված փառք ենք քեզ տալի իրապես այս գեղեցիկ օրվա համար, Հայր, շնորհակալ ենք, որ քեզ ունենք, շնորհակալ ենք, որ խոսքդ ունենք, շնորհակալ ենք, որ խոսքիդ միջոցով ճանաչում ենք քեզ, ճանաչում ենք Տեր Հիսուս Քրիստոսին, մեր փրկչին, մեր Տիրոջը, որին հետևում ենք եւ հետևելու ենք մինչեւ մեր կյանքի վերջը։ Աղոթեմ, որ օրհնես այս ժամը, այս պահը եւ Հայր դու փառավորվես Տեր Աստված, որ քո անունը սուրբ լինի եւ դու մեծարվես հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Նախ հետաքրքիր է, որ հեղինակը մինչև անդրադառնալը Մովսեսին Քրիստոսի վերաբերյալ մի քանի բաներ է ասում, որը որ օրինակ չեն հանդիպում ուրիշ ավետարաններում։ Եկեք կարդանք ևս մեկ անգամ առաջին համարը։ Ուստի սուրբ եղբայրներ, երկնային կոչման մասնակիցներ։ Ում է խոսքը ուղղում։ Քրիստոնյաներին չէ, սուրբ եղբայրներ Աստվածը նշանակում մարդիկ են, ովքեր որ սրբվել են, մաքրվել են Հիսուս Քրիստոսով։ Որովհետև մեկը չկա, ասում է, մեկը չկա, արդար չկա ընդհանրապես։ Այն որ սրբանում, այն որ սուրբ է համարվում, ոչ թե նրանով, որ ինքը հասել է այն աստիճանի, որ այլևս մեղք չի գործում, չի սխալվում, այլ ինչ է տեղ ունեցել, Հիսուս Քրիստոս ներել է ողջ մեղքերը, սրբել է ողջ մեղքերը, ու Աստծո առաջ այդ ազնվորությունը սուրբ է, ինչի որտեղ որ արդեն Աստված է տեսնում է այդ մարդուն ինչի բնակված Հիսուս Քրիստոսին, որ սուրբ է։ Երկնային կոչման մասնակիցներ։ Ինչ երկնային կոչման մասին է խոսքը գնում։ Աստված իր եկեղեցին ոչ միայն փրկեց, այլև ինչ արեց, կոչում տվեց, չէ, գործ տվեց, կանչեց գործի, կանչեց ամեն մեկին ինչ որ մի ծառայության։ Եթե նպատակը մենակ փրկելը լիներ, ուրեմն հենց որ մենք փրկվենք, Աստված ինչ էր անելու, մեզ նույնիսկ կտաներ երկինք, չէ։ Բայց քանի որ պարել ուրեմն գործ ունի անելու, ուրեմն մենք առաքելություն ունենք անելու։ Նայեցեք մեր դավանության առաքյալին եւ քահանայապետին Հիսուս Քրիստոսին։ Հետաքրքիր է մենակ Եբրայեցիս նամակի մեջ են կարդում, որ Հիսուս անվանվում է որպես առաքյալ։ Առաքյալ եթե բառացի փորձենք թարգմանել կամ հասկանալ, նշանակում է մեկը, ով որ ներկայացնում է ինչ որ մեկին։ Հիմիկվա ժամանակակից տերմինով ասում ենք դեսպանություն, չէ, դեսպան, որ ներկայացնում է պետությանը։ Առաքյալը ունի առաքելություն կամ միսիա, որ ասում ենք, որը որ պետք է իրականացնի, եւ իրականացնելու ժամանակ ներկայացնելու է ոչ թե ինքը իրան, այլ ներկայացնում է հորը։ Ինչի համար Եբրայեցիս նամակի հեղինակ օգտագործում այս տիպոսը։ Նորից պետք է հասկանանք, թե ովքեր էին ունկնդիրները։ Հրյաների համար նորից եւ նորից նստած էր այս գաղափարախոսությունը, որ Աստծոց այնքան ինչ որ մեկը չկա։ Եվ արդեն մի քանի անգամ խոսել ենք, որ Եբրայեցիս նամակի հեղինակը մի քանի անգամ շեշտել եւ ասել է, որ Հիսուս Քրիստոս Աստված է։ Աստված լինելով նաեւ որպես մարդ ներկայացնում էր այդ Աստծուն, առաքյալ էր, մեր դավանության առաքյալն է։ Մենք նա ում վրա որ դրել ենք մեր հույսը, որով որ ապրում ենք, որով որ ծառայում ենք։ Եվ երկրորդ տերմինը, որ օգտագործում է, կամ պաշտոնը ինչ ասում, Հիսուս ով է մեր քահանայապետը։ Անցած անգամ խոսեցինք սրա մասին, որ Հիսուս պետք է մահանար, որ լիներ քահանապետ։ Միջնորդ, մեկը ով որ մարդու ու Աստծո միջև է լինելու եւ այս կապն է հաստատելու։ Նա է այն կամուրջը, որով որ կապում ենք մենք Աստծո հետ։ Ինչպիսի պետք է լինի ճշմարիտ քահանայապետը կամ կատարյալ քահանայապետը։ Նա շատ լավ պետք է ճանաչի Աստծուն, չէ՞։ Եվ շատ լավ պետք է ճանաչի ում մարդուն, որպեսզի կապող օղակը լինի։ Եվ Հիսուս Քրիստոս կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված լինելով, նա է միակ ճշմարիտ քահանայապետը, որով որ մենք
առիթ ունենք, հնարավորություն ունենք Աստծո առաջ կանգնելու։ Սակայն ես մեկ անգամ կրկնում եմ այս տերմինը եւ ասեմ, որ նորից վերադառնանք այս տերմինին եւ շատ ավելի մանրամասն է խոսելու Եբրայեցիս նամակի հեղինակը Հիսուս Քրիստոսի քահանապետ լինելու մասին։ Դրանից հետո երբ որ նկարագրում է Քրիստոսին, ներկայացնում որպես առաքյալ եւ որպես քահանապետ, սկսում է թվարկել այն առավելությունները, որ ունի Հիսուս Քրիստոս Մովսեսի նկատմամբ։ Որն էր առաջին առավելությունը կամ գերազանցությունը։ Հիսուս գերազանցում էր Մովսեսին իր էությամբ։ Եկեք կարդանք 2-ից 4 համարները։ Որ հավատարիմ է Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը գնում։ Իրեն նշանակողին, ով էր նշանակի իրեն, Աստված, ինչպես Մովսեսն էր հավատարիմ էր նրա ամբողջ տան մեջ, որովհետև սա ավելի մեծ փառքի արժանի համարվեց, սա ում մասին է խոսքը գնում, Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը գնում։ Քան Մովսեսը, այնպես ինչպես տուն շինողը ավելի մեծ պատիվ է ունենում, քան տունը, որովհետև ամեն մի տուն կառուցվում է մեկի կողմից, բայց նա ով կառուցեց ամեն ինչ, ով է, Աստված է։ Ուշադրություն դարձեք սրա մեջ նորից Եբրայեցիս նամակի հեղինակը Հիսուս Քրիստոսին ում է հավասարեցնում շինողին, այսինքն Աստծուն։ Ասում է Մովսեսը իր տան մեջ էր հավատարիմ, իր ողջ տունը հավատարիմ էր, ելից նամակից է սա մեջբերում անում և խոսենք սրա մասին է սա, բայց ուզում եմ հասկանանք այս համեմատությունը, ուրեմն ասում է պատկերացրեք Մովսեսը տունը շինողն էր և որոշակի փառքի արժանացավ, որտեղ կարողացավ առաջնորդի չէր ազգել, երբ որ նրան մենք ասում են մոտավորապես 1.5 միլիոն մարդ էր ժամանակ առաջնորդել և ասեմ, որ դա բավականին բարդ բան էր, 1.5 միլիոն մարդ Եգիպտոսից հանել և առաջնորդել անապատում բավականին բարդ գործ էր։ Եվ գրված է, որ իր տունը կամ իր շրջանակը հավատարիմ էին մինչև վերջ։ Ասեմ հետաքրքիր մի դիտարկում սրա հետ կապված։ Կհիշեք, որ խոսում ենք հրեշտակների նկատմամբ։ Արդյոք հրեշտակները կատարյալ հնազանդությամբ բոլոր հրեշտակները հնազանդվեցին Աստծուն։ Չէ, մենք գիտենք, որ որոշ հրեշտակներ ինչ արեցին, հակառակվեցին, չէ Աստծուն։ Բայց այստեղ մատնանշելով 5 տականից այս հաշվածը, որ Մովսեսը եւ իր տունը հավատարիմ էին Աստծուն, ինչ է ուզում ասի հեղինակը, որ Մովսեսը նույնիսկ այս հարցի վերաբերյալ ավելի բարձր է վերը, քան հրեշտակները, չէ՞։ Որտեղ հրեշտակները ոչ բոլոր հրեշտակները հնազանդվեցին, բայց դե կարծում եք Մովսեսի տունը հնազանդվեց, Մովսեսի ողջ տունը հնազանդվեց Աստծուն։ Ինչ վերաբերվում է կառուցմանը, դրանից հետո շարունակում է ասում է, որն է ավելի շատ փառքի արժանանում, տունը թե տուն կառուցողը։ Տուն կառուցողը, չէ՞։ Հիմա ասում է, եթե տուն կառուցողը ավելի շատ է փառքի արժանանում, քան թե տունը, այդ դեպքում ասում է պատկերացրեք ինչպիսի փառքի արժանանում, նա ով որ կառուցել է ինչ, ամեն ինչը, ամեն բանը, եւ դա միայն Տեր Հիսուս Քրիստոսն է։ Այսինքն առաջի հանգամանքը կամ այն կարևոր համեմատությունը, որ Եբրայեցիս նամակի հեղինակը բերում է, սա է։ Հիսուս Քրիստոսն է այն կառուցողը տիեզերքի, երկնքի եւ երկրի։ Եվ արդեն սրա մասին խոսել ենք, որ նրա միջոցով ստեղծվեց, արարվեց ամեն բան եւ նրա միջոցով է պահվում ամեն բան։ Հիսուս Քրիստոս արավել է իր էությամբ։ Եկեք կարդանք Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 4-ից 6 համարները։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 4-ից 6 համարները։ Առաջի Պետրոս 2-րդ գլուխ 4-ից 6 համարները։ Նրանք գալով որպես կենդանի վեմի, կենդանի վեմը նկատի ունի Հիսուս Քրիստոսին։ Անարգված մարդկանց կողմից, բայց Աստծո կողմից
ընտրված եւ թանկագին։ Դուք նույնպես որպես կենդանի քարեր կառուցվում եք հոգևոր մի տաճարի, մի սուրբ քահանայության Հիսուս Քրիստոսի միջոցով, Աստծուն ընդունելու հոգևոր պատարակներ մատուցանելու համար, որովհետև գրքում էլ կա ահա Սիոնում մի անկյունաքար եմ դնում ընտրված թանկագին եւ ով նրան հավատա երբեք պիտի չամաչի։ Այսինքն մարդկանց համար Հիսուս Քրիստոս դարձավ այն անկյունաքարը, որին կառուցվեց մարդկության, ողջ մարդկության հավատքը։ Եթե Մովսեսը օգտվեց ավետարանը, փոխանցեց այն խոսքը, ինչ որ Աստված ասել է, այսինքն օրենքի միջոցով ինչ որ մեկը փրկվեց։ Չէ։ Օրենքի միջոցով ինչ որ մեկը չփրկվեց։ Օրենքը տրվեց, որպեսզի մեղքի բացահայտվի։ Օրենքը տրվեց, որպեսզի Աստծո կամքը հայտնի լինի։ Բայց օրենքը պահելով, որից է մեկը չփրկվեց։ Բայց երբ որ եկավ Հիսուս Քրիստոս դարձավ այն խոստման իրականացումը, որը որ 5 տականում տրված է հրեաների համար։ Այսինքն Քրիստոս դարձավ այն բեմը, որ չէր կարող լինել ոչ Մովսեսը, ոչ էլ Մովսեսից հետո բոլոր այն մարգարեները, ովքեր որ եկան Աստծո անունից եւ քարոզեցին։ Հետևաբար Հիսուս Քրիստոսը մեծ է, առավել է իր էությամբ, իր ով լինելով, քան թե Մովսեսը։ Հիսուս համեմատվում է Մովսեսի նկատմամբ որպես Աստված, որ արեց ամեն բան եւ ամեն բան դրանով է պահվում։ Նաև մենք որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ։ Երկրորդը խոսքը գնում է արդեն Հիսուսի պաշտոնի մասին կամ ինչ արեց մեր կյանքում։ Հիսուս գերազանցում է իր պաշտոնով Մովսեսից։ 5 եւ 6 համարները կարդանք։ Եվ ինչպես Մովսեսը հավատարիմ էր նրա ամբողջ տան մեջ իբրև ծառա վկայելու համար այն ամենը ինչից հետո պիտի ասվեին, իսկ Քրիստոս որպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե մինչև վերջ հաստատում պահենք հույսի վստահությունը ու ուրախությունը։ Մովսեսը հավատարիմ ծառա էր։ Այո, ուներ որոշակի պաշտոն, մարդկանց առաջ մարգարե, մեկն էր, որ Աստծուց արել էր խոսքը եւ փոխանցել էր, բայց Մովսեսը լոկ ինչ էր, ծառա էր, Աստծո ծառան էր, որը որ ծառայեց իր տան մեջ եւ փոխանցեց Աստծո խոսքը։ Այն ինչ որ փոխանցեց Մովսեսը, այդ փոխանցածը չէր կարող մարդուն փոխել։ Իսկ այն ինչ որ արեց Հիսուս Քրիստոս, փոխեց ողջ մարդկությանը։ Հետաքրքիր է նաև այս հատվածը, երբ որ ուշադրություն դարձնեք, ասեք Մովսեսի տունը հավատարիմ էր մինչև վերջ եւ ասում է ինչ հետո պիտի ասվեին, այսինքն գալիք բաների մասին է խոսքը գնում, ինչ որ Հիսուս Քրիստոսն ասաց, եւ հիմա ուշադրություն դարձեք այս փոփոխությանը։ Ասում է Քրիստոսը որպես որդի իր տան վրա, Աստծո տան վրա, Աստծո տունը որն է, մենք ենք, մինչև այդ Աստծո տունը ինչն էր, տաճարն էր, չէ, որտեղ որ դրված էին այդ պատվիրանները, որտեղ որ կար գավազանը, մանանայից ինչ-որ մի հատված, այսինքն սրբության սրբոցն էր, տեսեք, այս հատվածը, երբ որ համարվում էր Աստծո տուն, Մովսեսի ժամանակ, Հիսուս Քրիստոսի միջոցով ինչ տեղ ունեցավ, փոխվեց այս գաղափարը։ Եվ ասում է, որպես որդի իր տան վրա, որի տունը ովքեր ենք, մենք ենք Տիրոջ տունը։ Եթե մինչև վերջ հաստատում պահենք հույսի վստահությունն ու ուրախությունը։ Այսինքն եթե հավատքի մեջ հարատևենք, եթե շարունակական մնանք կլինենք մենք այն տունը, որը որ կառուցվել է ինչի վրա, անկյունաքարի վրա։ Հիսուս Քրիստոսը դարավ են անկյունաքարը, որի վրա կառուցվեց այդ հոգևոր տաճարը, որը որ ով է, մենք ենք, մենք բոլորս ենք, այդ քարերը։ Արդեն կարդացինք Առաջի Պետրոսից այդ նամակը, բայց ուզում եմ ևս մեկ անգամ կարդանք, Առաջի Պետրոս 2:5,
Առաջի Պետրոս 2:5 Դուք նույնպես որպես կենդանի քարեր կառուցվում եք հոգևոր մի տաճարի, մի սուրբ քահանայության ու միջոցով Հիսուս Քրիստոսի միջոցով, ոչ թե Մովսեսի, ոչ թե Սողոմոնի կամ այլ մարգարեների, այլ հենց Հիսուս Քրիստոսի միջոցով, Աստծուն ընդունելի հոգևոր պատարակներ մատուցանելու համար։ Այսինքն մենք, որպես եկեղեցի, որպես քրիստոնյա, կարողանում ենք Աստծուն հաճելի լինել լինելու միջոցով, Հիսուս Քրիստոսի միջոցով, ով որդի է, եւ նաեւ մենք էլ այդ որդեգրությունը ինչ արեցինք, ստացանք, չէ՞։ Առաջի Տիմոթեոս 3:15 համարը Առաջի Տիմոթեոս 3:15 Պողոս առաքյալը հետևյալ խոսքն է ասում. Իսկ եթե ուշանամ, պետք է իմանաս, թե ինչպես պետք է վարվես Աստծո տան մեջ, որ կենդանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունը եւ հաստատությունը։ Ուշադրություն դարձեք այս խոսքերին, որ ուղղում է եկեղեցուն։ Ասում է ինչպես վարվես Աստծո տան մեջ, հիշում եք Աստծո տունը եկեղեցին, որ կենդանի Աստծո եկեղեցին է, մարդիկ են, շինությունը չէ, ճշմարտության սյունը եւ հաստատությունը։ Այսինքն այն պաշտոն, որ ուներ Հիսուս Քրիստոս, փոխանցվեց նրա միջոցով ում եկեղեցուն։ Եկեղեցին դառնում ճշմարտության աղբյուրը, որը պետք է մարդկանց ինչ անել, փոխանցել այդ խոսքը, Աստծո կամքը փոխանցել, ինչպես որ մարգարեներն էին անում, ինչպես որ Հիսուս Քրիստոսն էր անում, այսօր Աստծո ներկայացուցիչը երկրի վրա ով դարձավ եկեղեցին։ Եկեղեցին է ներկայացնում Աստծո կամքը մարդկանց, ճիշտ է հիմնված Աստծո խոսքի վրա։